Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բայց այսօր զուգահեռ ուրիշ process էլ է տեղի ունենում։ Մեր հանգստությունը, այդ տուն նստողի եւ տուն նստածի հանդարտությունը անհանգստացնում է շատերին։ Եվ մեզ ամեն օր ամեն ինչ արվում է, որպեսզի տագնապը վերադառնա Հայաստան։ Տագնապը վերադառնա Հայաստան։ Տագնապը վերադառնա Հայաստան, ամեն օր միլիոններ են ծախսում, որ համոզեն, որ Հայաստանի կառավարությունը ես պայմանավորվածություն ունեմ, որ 300,000 ադրբեջանցի պետքա գա։ Միլիոններ են ծախսում, միլիոններ։ Մենք, Ժորժան, փախստականների վերադարձի թեման փակել ենք։ Ընդ որում ես չեմ թաքցնում, երկկողմ ենք փակել, որովհետև դրանք ճանապարհ է։ Այդ նույն օրինակը բերում եմ, մեզ ասում են դու սահմանները ճանաչելով մեզ սահմանափակել ես, որ մենք տարածվենք դեպի տարածվենք, ասենք օրինակ դեպի արևելք կամ դեպի արևմուտք։ Ու ճիշտ են ասում, բայց ինչքան մեզ եմ սահմանափակել, որ տարածվենք դեպի արևմուտք, դեպի արևելք, այնքան ուրիշներին եմ սահմանափակել, որ մեր տարածքում եւ մեր տարածքով ընդլայնվեն դեպի արևելք եւ դեպի արևմուտք։ Ուրիշ բանի պատճառով, որ մենք օբյեկտիվորեն, երբ որ մենք մեզ դնում ենք դեպի արևելք եւ դեպի արևմուտք տարածվողի տեսլականի մեջ, մենք կորցնում ենք մեր անկախությունը։ Գիտեք ինչի, որովհետև մենք անխուսափելիորեն օգնության կարիք ենք ունենում։ Մենք ստիպված ենք լինում գնալ եւ օգնություն խնդրել, եւ այդ օգնություն խնդրողի կարգավիճակը մեր կարգավիճակը օգնություն խնդրողի կարգավիճակը լավ կարգավիճակ չի։ Ամենալավ կարգավիճակը այն կարգավիճակն է, որ դու ասում ես ես իմ հարցերը կլուծեմ, դուք ձեր գործերով մնացեք։ Ես իմ հարցերը կլուծեմ։ Ամեն Աստծո օր միլիոններ են ծախսում ապացուցելու համար, որ ինչ 300,000 ադրբեջանցի։ Հասկանում եք, ստեղ բայց խնդիրն է, չի խնդիրն է, որ մենք փակել ենք թեման, իրանք բացում են։ Մենք փակել ենք թեման, իրանք բացում են։ Մենք ասել ենք չկա փախստականների վերադարձի process, որտեղ դա նշանակում է կոնֆլիկտի վերսկսում։ Մենք միլիոններ ենք ծախսում, միլիարդներ ենք ծախսում Ղարաբաղից տեղանված մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանում տնավորելու համար, ընդդիմությունը չի թողում, որ այդ մարդիկ տուն նստեն, որովհետև ուզում եմ նրանց պահի պանդուխտի կարգավիճակում, գաղթականի, պատկերացրեք այդ վիճակը, որ դուք չգիտեք ստեղ եք ապրելու, թե ստեղ չեք ապրելու։ Ես անդադ այդ օրինակն եմ բերում, կանգառի վիճակը եւ հանգրվանի տան վիճակը։ Կանգառի վիճակում մարդը չի կարում կենտրոնանա որևէ բանի վրա, ոչ կերածնա, որտեղ պետք է ճամփի վրա է, պետք է շուտ արեք, շուտ գնում ենք, ոչ քնածնա, ոչ նստած, ոչ հանգստացա, որովհետև անընդհատ այդ ժամանակի չհերիքելով, որ ուշանում ես ինչ որ մի տեղից։ Եվ հիմա ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցություն չի թողում, որ Ղարաբաղի ժողովուրդը տնավորվի, որովհետև հոգեբանական տնավորվելը շատ կարևոր է։ Եվ սա կարևոր է Հայաստանի համար, որովհետև այսօրվա Հայաստանում լիքը մարդիկ կան, լիքը, որոնց նախնիները եկել են Ղարսից, եկել են Մուշից, եկել են Վանից եւ այլն։ Բայց այդ չպետք է նշանակի, որ Հայաստանը մեր տունը չի, այլ կանգառը։ Մենք ոչ թե Վան վերադառնալու process-ում ենք, մենք Հայաստանում տնավորվելու process-ում ենք, Հայաստանում։ Եվ մենք պետք է հասկանանք մի բան, որ Վանը Երևանից տարբերվում է մի շատ էական բանով։ Երևանը պետություն է, պետության մայրաքաղաք է։ Եվ հայրենիքը պետությունն է,
որովհետև եթե հայրենիքը քո պետությունը չի, ուրեմն դա մեկ ուրիշի հայրենիք էլ է, հասկանում եք։ Այսօր Հայաստանը ինչի է մեր Հայաստանի Հանրապետությունը, ինչի է մեր հայրենիքը, որովհետև մեր պետությունն է, եթե մեր պետությունը մեր հայրենիքը չի, ուրեմն առնվազն ուրիշների հայրենիքն է, ում պետությունն է նրա էլ հայրենիքն է, ում պետությունն է նրա էլ հայրենիքն է։ Եվ այս սրա մասին է այսօրվա խոսքը, այս քաղաքական process-ը սրա մասին է։ Եվ այսօր ինչ են ասում, այդ մարդիկ մենք հազիվ կոնֆլիկտի թակարդից դուրս ենք եկել ժողովուրդ, հազիվ դուրս ենք եկել կոնֆլիկտի թակարդից, այդ մարդիկ մեզ վերադարձնում են կոնֆլիկտի թակարդ։ ՄՀԿ ղեկավարն ասում է փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, այդ ինչ քարտեզ նկատի ունեն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի քարտեզը։ Շատ լավ, ծովից ծով Հայաստան։ Ո՞վ է հետ բերելու, ով է պայքարելու ծովից ծով Հայաստան, Ծառուկյանի տղեն։ Ծառուկյանի տղեն է պայքարելու։ Ես ասում եմ, իրանք ողջ ազգուտակով ցեղով սահմանի պաշտպանության համար մի կրակոց չեն արձակել, մի կրակոց չեն արձակել։ Բայց այդ մարդիկ տասնյակ եւ հարյուրավոր կրակոցներ են արձակել Երևանում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում։ Նրանց համար ծովից ծով Հայաստանը գիտեք որն է, որ մարդկանց մտովի ուղարկեն Հայաստանից դուրս, իրանք Հայաստանի ներսում բեսպրեդել անեն։ Ժողովուրդը հետո գնացել են կոլիտորա, թեքել են մեր երեսին, դոդի գարտո երեսին, ինչ ֆորմայով իմ երեսին թեքել են, ինչ է կաննած նայելի աղջիկերի կեն ասում են, ստեղ աղջիկի կամակին են նայում, ետ ինվատակամով, սովետական։ Շատ լավ, շատ լավ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է 29743 կիլոմետրով պետքա կարծում եմ պետքա չսահմանափակվենք։ Շատ լավ։ Ինչ է դա նշանակում, բա ինչով պետքա սահմանափակվենք։